Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, նրա մասնագիտության անունն էր ներող։ Ինչպես երկրի վրա մարդը մասնագիտություն է սովորում ու աշխատում, այնպես էլ Սուրբ Հոգին մարդկանց տալիս է պարգևներ երկրի վրա կատարելու համար։ Ես ուզում եմ այստեղ երկրի վրա մեր Տեր, վարդապետ և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին խոսել։ Ես խոսում եմ Հիսուսի հիմնական գործի մասին, որի համար Հիսուսը եկել էր այս աշխարհ և պետք է այն կատարեր։ Նա չուներ աշխարհիկ ոչ մի կոչում ու ոչ մի մասնագիտություն, այլ նրա մասնագիտության անունն էր ներող։ Հիսուսի գործը երկնքում ու երկրի վրա ներել ու սիրելն է եղել, բայց հիմնական գործը ներելն էր, որից էլ գալիս է սիրելը և մնացած շատ բաները, որ արել է Հիսուսը։ Խոսքս մանրացնեմ։ Ինչու Հիսուսը ասաց, որ մարդկանց ամեն ինչ կներվի երկրի վրա, ինչ էլ ասեն Աստծո որդու մասին, բայց չի ներվի Սուրբ Հոգու մասին ասված վատ խոսքերը։ Դրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք ու հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ եղած հայհոյանքը չի ներվի մարդկանց։ Եվ ով որ մարդի որդիի դեմ բան ասե, կներվե նրան, բայց ով որ Սուրբ Հոգին դեմ ասե, նրան չի ներվի ոչ այս աշխարհումը և ոչ էլ գալու աշխարհում։ Մատթեոս 12-րդ գլուխ 31-32 համարներ։ Շատ հավատացյալներ սա երբեմն սխալ են մեկնաբանում։ Ոչ թե նրա համար, որ Հիսուսը Հայր Աստծուց ու Սուրբ Հոգուց ցածր էր գտնվում ու նրան կարելի էր վիրավորել ու ներում ստանալ, այլ նրա առաքելությունն էր երկնքում ու երկրի վրա ներել բոլորին, բոլոր իրավիճակներում։ Նա նույնիսկ դևերի խնդրանքը կատարեց, երբ դևերը խնդրեցին, որ այն մարդուց իրենց դուրս հաներ և ուղարկեր խոզերի երամակը, Հիսուսը չմերժեց, չնայած որ նրանք խոզերին իրենց հետ ծովը կործանման տարան։ Ես չեմ ուզում ասել, որ մենք պետք է դևերին հանդուրժենք, քավ լիցի, այլ Հիսուսի գործն եմ ներկայացնում։ Նա ներեց բոլորին ու Հորն էլ խնդրեց, որ ների անգամ իրեն խաչողներին, վերջին շնչում ասելով. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Իր աստվածային ծառայությունից ելնելով նա բոլորին ներեց։ Իսկ Սուրբ Հոգու գործը ուրիշ է երկրի վրա ու տիեզերքի մեջ։ Դրա համար Հիսուսը ասաց. ով որ Սուրբ Հոգու մասին վատ բան ասի, չպետք է ներվի։ Ներել նշանակում է սիրել։ Ներել նշանակում է համբերել։ Ներել նշանակում է չքննադատել։ Ներել նշանակում է չմեղադրել։ Բոլոր մարդիկ բոլոր ժամանակներում բոլոր մեղքերից ներում են գտնում Հիսուսի մոտ։ Դրա համար էլ երբ մենք Հորն ենք մոտենում խնդրանքով, վերջում ասում ենք Հիսուսի անունով։ Մենք նրա անունով փրկություն ու թողություն ունենք մեր մեղքերից։ Նրա անունով ներում ունենք։ Հիսուսի քարոզը ու իր գործը համապատասխանում էին իրար։ Նրա գործն էր ներելը և ինքն էլ ուզում է, որ մենք էլ նույն սկզբունքով շարժվենք։ Մեր օրերում շատ հավատացյալներ ու եկեղեցու առաջնորդներ ունեն շատ տիտղոսներ՝ կաթողիկոս, եպիսկոպոս, երեց, մարգարե, առաքյալ, հովիվ, բայց ոչ ներող։ Ես կարծում եմ, որ բոլոր հավատացյալները ինչ պաշտոն էլ որ ունենան եկեղեցում, չպետք է հպարտանան իրենց գիտելիքներով,
այլ առաջին հերթին սովորեն նմանվել իրենց ուսուցչին Հիսուսին ու վերցնեն նրա կոչումը, այն է լինել ներող և ասել, որ իրենց մասնագիտության անունն է ներող։ Աստված պահապան բոլորիս։ Ամեն։